Բաստուր մաչոներ ջան, չաման բռնելու հերթը հասավ հնդկահավի եւ հավի բդերին։ Հիմա նայեք, լավ չորացել են հնդկահավի բդերը 3-ն էին, հավի բդերը 2-ը։ Հիմա չորությունը հələ պատկերացրեք ձայնով։ Շատ լավ չորացել է հավի բդերը։ Նույնը հնդկահավին է։ Շատ լավ չորացել է։ Ընդհանրապես չորությունը միշտ պահպանեք, որովհետև շատ կարևոր է։ Եթե կապ չունի ոսկորով միսա, սովորական միսա, ինքը եթե փափուկ եղավ, այս համեմունքները, ինչը որ տեսնում եք ստեղ, այդ համեմունքները ինքը չի քաշելու միսի իր մեջ։ Իսկ եթե հակառակ եղավ չոր, ինքը այդ բոլոր համեմունքները քաշելու է, որովհետև ինքը ջրազրկվել է։ Հələ մի հատ նայեք, այս լրիվ ինքը ջրազրկվել է, համարյա ջուր չկա մեջը։ Ինքը սպասում է արդեն ջրին, իսկ մենք ունենք արդեն ջուր, մեկ էլ համեմունքներ։ Այդ բոլորը քաշել է իր մեջ։